Շարունակում է մեր եթերը, իսկ մենք շարունակում ենք խոսել հումորի եւ հումորով մարդկանց մասին։ Եվ առավոտ լսող վիկենդի տաղավարում հյուրընկալել ենք բլոգեր, ինֆլուենսեր Ռաֆիկ Համբարձումյանին, նույն ինքը Հայ Դալեկին, բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Շատ երևի թե շատերն են խառնում, հենց Հայկ են քեզ անվանում, չէ՞, ճիշտ է։ Նույնիսկ արձագանքում եմ, եթե գոռում են Հայկ, պտտվում եմ միշտ։ Ինչ հետաքրքիր։ Իսկ ինչու Instagram-յան այդ հատվածը չես փոխում։ Չէ, պատմիր ինչի որտեղից է եկել այդ անվանումը եւ ինչու չես փոխում։ Իրականում փոքր երեխա էի, նու երեխաները փոքր են լինում, ես լավ է։ Լավ սերիալ կա մի բրիտանական, դա աշխարհի ամենաերկար գիտաֆանտաստիկ սերիալն է, կոչվում է Doctor Who, Doctor of, ու ոնց որ այնտեղից կա ռոբոտ մի հատ Դալեկ, ես իրա ոնց որ երկրպագուն էի, Instagram-ում գրանցվեց ու տենց մնաց հետս։ Բայց դու Հայ Դալեկն Հայ Դալեկն եմ, ինի բրիտանացի Դալեկներն են, ես հայ։ Հա, հասկացա։ Իսկ ինչու մինչև այլս չես փոխում։ Մտքովդ չի անցել։ Այն ժամանակ լեգենդ կա, որ եթե փոխես այդ ակտիվությունդ կկորի, այդպես մնաց, բայց արդեն քան որ ավելի շատ մարդ է ճանաչում այդպես, ոնց որ ափսոս է։ Շատ լավ, թող շատերը քեզ կոչեն Հայկ։ Չի, ինձ կպտտենք, հայկական լավ Կարևորը դու լավ մարդ է եղել Հայկը։ Դու չես ներվում, դու արդեն ընդունում ես, դու ընդունում ես այդ Հայկը։ Հայկ։ Շատ հետաքրքիր է օրինակ։ Ռաֆիկ։ Դե լավ, Ռաֆիկ։ Հայկն է նորմալ է։ Կարծականք եմ։ Շատ մարդիկ օրինակ ունեն հումոր, որ նույնիսկ առաջին հենց բարևից, ողջունից զգացում եմ, որ այս մարդը հումորի զգացում ունի։ Բայց քեզնից չզգացվեր, չէ՞։ Չէ։ Իսկ կան մարդիկ էլ, որոնք տարիների ընթացքում ոչ մի կերպ չեն կարողանում հումոր ունենալ։ Դա ձեռքբերովի է, ձեռքբերովի չէ, ինչպես է։ Ծնվում են հումորով, թե կարելի է ձեռք բերել։ Առաջին նախապայմանը դա Գյումրիում ծնվելն է, Հա։ Մենք չունենք այդ նախապայմանը, այսինքն մենք զուրկ ենք հումորից։ Շատ լավ։ Այսինքն մենք զուրկ ենք հումորից։ Հումոր չանենք։ Չենք կարող անել։ Գյումրեցու մոտ էնել պետք չի հաստատ։ Չէ։ Իսկ իրականում ինձ թվում է ծնվում են հումորով, անկեղծ, չեմ կարծում, որ ձեռք բերել կարելի է, չէ՞։ Ձեռք բերումով չգիտեմ ոնց պետքա ձեռք բերես հումորը։ Աշխատես, դասընթացներ վերցնես։ Հա, ու ունեցել եմ այդպես շրջապատում մարդիկ, որ սկսել են օրինակ իմ նման վիդեոներ սկսենք անել, չի ստացվում, հասկանում եմ, որ չէ, ձեռք բերովի է այդ։ Չարորակ ձեռք բերովի բանա։ Քիչ առաջ այդ խոսում եք հենց Հայ Դալեկի մասին, հա, բայց օրինակ հետաքրքիր է, Instagram-յան քո էջերում գրում ես սիրված որդի։ Չսիրված որդի կա։ Ախի չկա։ Ես չգիտեի։ Ես մի պատ չսիրված եղել եմ, հետո որ այդ կոչումը հետ վերականգնվեց, ասացի լավ, ուրեմն գրեմ։ Դե ուրեմն հետաքրքիր է, ինչու ես դու սիրված որդի։ Նախ գումար եմ բերում տուն, այդ էլի առաջին sense շատ մեծ նախապայման է։ Ապրես։ Երկրորդ ինչ ասեմ, դրական եմ, տունը դրական sense լիցքեր բերող մարդ եմ, էլի, որ մտնում եմ։ Իսկ քեզանից բացի էլի մարդ կա տանը։ Հա, եղբայրից քույր։ Ես մրցույթում էլի մարդ եմ մասնակցում ես։ Հիմա դու մրցույթը հաղթել ես։ Հա, շատ լավ։ Ես եմ եղբայրս եմ, մամաս, պապաս, բոլորը հումորով են։ Մրցակցությունը երկու եղբայրների մեջ է։ Մրցակցությունը 4-ից մեջ է, որովհետև համ պապան է շատ հումորով, համ մաման է հումորով, համ եղբայրս, ու այդպես մրցակցությունը գնում, ուղղակի մենակ իմ մոտ է ստացվել դա մոնետիզացնել։ Թեթև եւ շատ ուրախ կյանքով են ապրում, եթե բոլորը ընտանիքում հումորով են։ Անկախ առիթից, արարողությունից։ Նույնիսկ ծանր դեպքերը կարելի է հումորով անցկացնել, չէ՞։ Բնականաբար։ Նայում նկարագրությունում գրված է անտակտ ընկեր, մի րոպե, մի հատ սա էլի արի հարցկանը։ Ինչու անտակտ։ Այդ գալիս է այդ սուր հումորից, սև հումորից, որ ես նկատում եմ մարդկանց մեջ ինչ-որ թերություն, օրինակ, ու դրա վրա կարող եմ հումոր անել։ Իսկ նույն հումորը կարող ես պարզապես ընկերներիդ հետ անել։ Պարզապես ընկերներից հետ եմ անում դա, հենց ընկերներից հետ եմ անում այդ անտակտությունները, էլի։ Թե չէ առօրյայում չէ։ Այսպես ամաչկոտ։ Բայց դու ինքդ քեզ ոնց կբնութագրես, դու ինչպիսի ընկեր ես։ Instagram-յան էջում գրված անտակտ ընկերը մի կողմ դնենք։ Հենց։ Եկեք ասեմ 90-ականներին ասում են շրջապատից ես հարցնել։ Չէ, ես կասեմ, շրջապատից ես պետք չի հարցնել, հիմա Իրանց պետք չի Տարբեր բաներ կասեն։ Չէ, դա գերության մասին չի լինելու։ Չգիտեմ, լավ, միայն կասեմ լավ ընկեր եմ։ Իրոք լավ ընկեր եմ, էլի։ Որտեվ ես ուզում եմ ինպես մարդկանց հետ ընկերություն անեմ, հետեւաբար լավ։ Լինել այնպիսի ընկեր, ինչպիսին կուզենայի տեսնել։
Բայց այդ անհամեստությունն էլ է հումորով ամենայն դեպս։ Չկա, դա չկա։ Բայց Լավ, իսկ անհումոր մարդկանց ինչպես ես վերաբերվում։ Փորձում եմ օգնել, կարեկցել, հիմնականում այդպես։ Տանում եմ տուն, պահում եմ։ Այդպես մի փոքր ինչ-որ լավ ընտանիքներ եմ գտնում, տալիս եմ, չգիտեմ։ Բայց շատ քիչ են անհումոր մարդիկ, ճիշտ ասած։ Շատ քիչ են, հա։ Այսինքն այդպես մատերի վրա կարող են քաշվել, բոլորը հումոր ունեն, ունեն չես հանդիպել անհումոր մարդկանց։ Պարզապես կոմպլեքսավորված են, թե չէ անհումոր մարդ շատ քիչ են։ Կոմպլեքսներն է, որ մեզ թույլ չի տալիս արտահայտվենք, հումորներ անենք, որովհետև հիմնականում մարդիկ իրենց ընկերական շրջապատում լավ էլ հումորով sense դրական մարդիկ են։ Իսկ հետաքրքիր երբ որոշեցիր, որ կոնտենտը պետք է լինի հենց հումորի շուրջ։ Ինձ թվում է հենց այդպես զուտ սկսել եմ, որովհետև հասկացել եմ, որ այդտեղ եմ ես ինձ գտնում։ Այսինքն լուրջ մարդ չեմ, ընդհանրապես ուղիղ ասեմ, 30 տարեկան եմ, բայց ընդհանրապես լուրջ չեմ ու չեմ տեսնում ինչ որ լուրջ, ինչ որ բաների մեջ, ես ինձ տեսնում եմ հումորի, այդպես այդ շրջանակներում, կոմեդիայի շրջանակներում։ Իսկ չհաջողված փորձեր եղել են, թե միանգամից այսպես հումորով ներխուժել ես Instagram անհամեստ է հնչում, բայց ի սկզբանե իմ հայտնի դառնալը բախտի բան չի, այլ ես մտադրված եմ արել այն ինչ արել եմ, այսինքն ի սկզբանե ունեցել եմ պլան, այդ պլանով եմ գործել ու ոնց որ հասել եմ արդյունքի։ Եվ դու մենակ ես եղել այդ պլանը իրականացնելու աշխատանքներում, թե կանգնած եք վիդեոներ նկարելու մասով մենակ եմ եղել, բայց աջակցության մասով մենակ չեմ եղել, այդպես աշխատանքի վայրից եթե վիդեո եք գցում, այնտեղ 12 հոգի ենք աշխատողներ, օրինակ 12 հոգու մեկնաբանություն արդեն կար, պլյուս ընկերներ, այդպես այսքան Չէ, ես նկատում եմ նույն կոնտենտը, սցենարը, բառերը, ամեն ինչը, այսինքն դու ինքնուրույն ես անում։ Այո, որովհետև իմ նպատակն ա եղել, միշտ չեմ ուզում ինչ-որ մեկից ունենամ կախվածություն, որ սցենարի է կուղարկես կամ չեմ ուզում, ես ինձ վրա։ Այդպես ավելի հեշտ է։ Ռաֆիկ, ըստ քեզ արդյոք քո հումորը ընկալել է բոլորի համար։ Ըստ քեզ։ Քանի որ անում եմ հիմնականում կենցաղային հումոր, այսինքն մամա, պապա, եղբայրը, տնկերներդ, այսինքն կարելի ասել այո, մի 90%-ին կարանք սենց վերցնենք, բացի ինչ որ զանգված կա, որ չի էլ ընդունում։ Ոչինչ։ Չի էլ հասկանում։ Չի ընդունում։ Չհասկանալ հումորը չհասկանալ։ Հումորի պատճառով տհաճ իրավիճակներում հայտնվել ես, վատ կոմենտների կամ նույնիսկ, չգիտեմ, ծանոթների կողմից։ Հա, եղել է դեպք, որ մեր թաղամասերից մեկի մասով հումոր էի ամբողջական այդ վիդեո էի նկարել, այնտեղ դուրս չեր եկել տղեկին թաղամասի։ Վախենալու է։ Չէ, լավ էր, adekvat խոսացել էինք, ասացինք նորմալ անցավ ամեն ինչ։ Գնացինք նորմալ, վերջացավ։ Գրիվը Ջնջվեց վերջացավ։ այդ վիդեոն, վերջացավ գնաց։ Ահա։ Բայց իրականում համաձայն եմ այն մասով, որ այդ պահին երևի կարող է ինչ-որ սահմաններ չէի ճանաչում, հետո ավելի եմ շտկել, հիմա օրինակ այտենց չես կարող գտնել ինչ-որ մի բան, որ ինձ կարելի է այտենց կպնել ու ինչ-որ թեմա դառնա դա, օրինակ, դա օգնեց ինչ-որ sense սահմանել հասկանալ, որ մարդկանց էմոցիաներին շատ չկպնես։ Երբ մենք ասում ենք հայ դալեք, միանգամից պատկերացնում ենք հումոր, չէ՞։ Ծանոթանալիս սպասում ենք, որ պետք է անպայման ինչ-որ մի թեմայով հումոր անես, ծիծաղեցնես, իսկ լուրջ ընդունելու խնդիր չի լինում, չի առաջանում այս դեպքում։ Առաջ ես sense էի, ես շատ անմիջական մարդ եմ, բայց ինչ-որ մի պայից հասկացա, որ գովազդատուների մասով կասեմ, ինչ-որ մի պայից հասկացա, որ այդտեղ անցնում է աստղայինը, այսինքն պետք է քեզ մի քիչ աստղային պահես այդ ճակերտների մեջ, որ ինչ-որ դիրք ցույց տաս, այսինքն չգիտես ինչի մարդիկ սիրում են, որ դու մի քիչ sense վերևից նայես, որ իրանք կարողանան ճիշտ մարդիկ սա գործատուները նկատի ունեմ, ովքեր ինչ-որ գովազդ են ուզում ինձ տան, այս միտքը sense կտրեք, կարակ կլնգեք, խնդիր չի, բայց այդպես է, առնչվում եմ, գիտեմ։ Այսինքն երբ որ դու գնում ես անմիջական ես լինում, հումորով, քեզ օգտագործում են։ Բայց երբ որ գնում ես մի քիչ sense աստղային նոտ, քո դիրքը դնում ես, ասում ես դուք բոլորը դուրս եկեք, այստեղ պետքա նկարենք, էսի ու դու նկարում դուրս ես գալի, մի հատ չես շփվում ոչ մեկի հետ, իդեալական սա ստացվում է։ Բայց ես չեմ ուզում այդպես անեմ։ Բայց հաճախակի պետք է։ Հիմա դու խոսեցիր գործատու արտիստ լինելու, հա, այդ փոխհարաբերությունների մասին։ Իսկ ես ավելի շատ հարցնում եի կյանքի ընթացքում, նոր ընկերության շրջապատ, ինչ որ մեկի հետ շփման ընթացքում, նոր մարդկանց հետ ծանոթանալիս։
Այդպես լինում է, օրինակ, չգիտես ինչի որոշում են, որ երբ որ ասում են TikToker, դա վիրավորանք է, այսինքն դա TikToker ես, դա ճակերտավոր վիրավորանք է։ Այդ դեպքում չէ, ինքնագնահատականը մի քիչ քան որ բարձր է, ոնց որ այդ իր խնդիրն է, որ ինքը կոմպլեքսների իր կոմպլեքսի խնդիրն է, ոչ մի կոմպլեքս չունեմ, եթե անլուրջ եմ վերաբերում, հա ինչ հումորի մարդ եմ, ունեմ 300,000-ից ավել հետևորդ, հասել եմ դրան ինքնուրույն, հպարտանալու միայն տեղիք ունեմ, հաստատ չեմ ամաչելու։ Իսկ մի քիչ հուզվեցի։ Հուզվիր, հանգիստ հուզվիր, անձրոցիկ բերեմ։ Պատմեց իր անցած ճանապարհը 3 վայրկյանում։ Այո։ Հա, դե ինչի՞ց ամաչեմ։ Դե իսկայից հետո բայց աստղայինով ռուսոյին հյուր եմ։ Ճիշտ է, վիկենդին, բայց ճիշտ է, աշխատանքային օրվանը չեմ։ Տարբերությունը ընդամենը աշխատանքային եւ հանգստյան օրերի մեջ է, ընդամենը։ Իսկ աստղայինով տարապում ես աստղային տենդով, երբ որ աստղային էսպես մի քիչ Չէ, բայց կարողանում եմ դա միացնել։ Բարձրանում է վերև, հաջան։ Բայց չէ, բայց կարողանում եմ միացնել այդ ֆունկցիան։ Դերի մեջ կարողանում եմ միանգամից ընկնել։ Թե չէ, աստղային տարածչան, ես մինչև նախանցած տարել դեռ աշխատում եմ սպասարկման ոլորտում, այսինքն ես այդ ամեն ինչի մեջ եմ։ Բայց մենք սխալ մարդու ենք հարցնում։ Հենց իրենից չպետք է հարցնենք։ Ուրիշներին պետք է, ընկերներին պետք է գնանք։ Կամ ընտանիքի անդամների։ Բայց լսել եմ, որ ասում են, որ իրականում հիմնական դեմքս դուրսը քայլելու, սենց լուրջ մուննաթ է, պրոստը սա սենց չեմ կարող քայլեմ զուտ։ Կնճիղներ կլի։ Լավ, հասկացանք։ Ինչպես ես վերաբերվում սև հումորին։ Բա իդեալական, դրական, ուզում եմ շատ անեմ։ Ես մի պա նույնիսկ վիդեոներից մեջ անդադ գերեզմանի մասով հումորներ անում, չգիտեմ, կարելի է այստեղ ասել, երևի վիկենդին կարելի է։ Գերեզմանի մասով հումորներ էի անում եւ այլն, մի քիչ սկզբից սուրեր ընդունվում, բայց նայես դա ոնց կմատուցես։ Հիմա այստեղ կասեն գերեզմանի մասով հումորը որն է, բայց դե կա։ Լավ, ես էլ լավ չեմ պատկերացնում այս պահին իհարկե։ Չէ, օրինակ չգիտեմ, շարք ունեի, որտեղ papan ամեն երկուշաբթի այդ երեխուն տանում էր գերեզմաններ, զուտ ինչ-որ հարազատների մոտ տեսակցության եւ այլն, ու դա որպես sense հումորային էի տանում, որ երեխաները չեն ուզում գնան, բայց papaները ինչ-որ ստիպում են գնան, տատին, պապին, մեծերը միշտ ստիպում են փոքրերին տանել, այո։ Այդպես մի քիչ հումորային էի տալիս էդի։ Լավ, իսկ հումորային կամ զավեշտալի իրավիճակներում ինքդ հաճախ ես հայտնվում։ Ոյ, երևի անդադար, բայց հիմա հաջորդածը չլինի։ Չէ, պիտի հարցնեմ, որն է։ Պիտի հարցնեմ։ Ոյ, չէ, լավ, վերջերս կհիշես հաստատ։ Ով էր մահացավ, այնտես։ Հա, հələ հիշե։ Մի վիդեոյի ժամանակ։ Չէ, իրականում հա զավեշտալի շատ է լինում, զուտ, բայց զավեշտալի այն մասով է, որ օրինակ որ գնում եմ հանդիպման, մոտավոր դիմացի 30 րոպեն լսում եմ իմ վիդեոները, այսինքն ինձ պատմում են իմ վիդեոները։ Թե որն են ամենաշատը հավանել։ Շատը սիրում ամբողջ հավանել։ սցենարը պատմեն ու ես այդ 30 րոպեը Հումորային բլոգերներ շատ կան այսօր, վստահ եմ դու նույնպես հետևում ես ու հետաքրքիր արդյոք դու ունես քո սիրելի բլոգերներին։ Հա, հիմա նորեկներից Ռոզալիա Մնացականյան, կարող է նույնիսկ այդպես տեսած չլինեք։ Իմ ընկերներին դե չեմ ասում այնտեղ Նինան Տիտանյան, Անին Արզումանյան, Ռուբան, նորերից Ռոզալիա Մնացականյան, որ շատ տաղանդավոր աղջիկ է, բայց մարդ չկա։ Մենք վերջում անպայման կգնանք, կփնտրենք, կորոնենք։ Իսկ ինչն է գրավել հենց։ Կներեք, ոչ թե մարդ չկա որակով, այլ ես ոնց որ չեմ հիշում։ Իսկ ինչն է գրավել հենց նրա մեջ, հետաքրքիր։ Ինքն էլ է շատ հասարակ ու սովորական։ Աստղայինը չտարա։ Չէ, որովհետև մի հատ բա եկա, որ բլոգերների մի մասը մտավ հեռուստատեսություն, գնացին սիթքոմներ եւ այլն ու փաստացի դարձան նորից հերթական աստղերը։ Այս վատով չեմ ասում, այսինքն դա առանձին մի հատ ժանր էր, իրանք դուրս են գալիս, գնում են աստղ են դառնում, իսկ Ռոզալիան մնացել է բլոգեր դեռ։ Իսկ չի եղել ձեզ կտանի Իրանի կտանի, չէ, կգա այդ օրը։ Լավ, Ռաֆիկ, իսկ չի եղել, որ քեզ էլ հրավիրեն որևիցե սիթքոմում խաղալու։ Շատ այտենց հնչեց, որ չեն հրավիրել։ Չէ, բարձրապես հետաքրքիր է այդ ուղղությունը։ Ստեղ հրավիրել են, խաղացել են բազմաթիվ սիթքոմներում, էպիզոդիկ, ամբողջական սերիալներով, ուղղակի հասկացել եմ, որ ուրիշի սցենարով չեմ կարողանում խաղալ, հումոր անել, այսինքն ուրիշը գրած լինի իմ համար հումոր, ես կրկնեմ դա, պլյուս հիմնականում որ ինձ կանչում են ինչ որ պետքա խաղամ բլոգեր այդ էպիզոդում, ինչ որ ստանդարտ բլոգերի դեր պետքա խաղան, մի քիչ վիրավորական այդ մասը, որովհետև բլոգերներին sense ինչ որ կարծրատիպերի մեջ են պատկերացնում, ես չեմ ուզում այդ կարծրատիպը շատ sense շարունակեմ, պլյուս մտածում եմ դերասանները թող խաղան սիթքոմներում։
Եվ հետաքրքիր է, որ Instagram-յան կոնտենտում շատ է լինում նաև գովազդը։ Եվ արդյոք գովազդի պատճառով չի տուժում հումորը։ Ինձ մոտ նախ համարը բոլոր վիդեոները սա գովազդ, այդպես է, բայց ես իմ մասով պատասխանեմ, ես որոշել եմ այնպես անել, որ գովազդը մարդիկ սկսեն սիրել, որովհետև բազմաթիվ սիթքոմների պատճառով գովազդից մարդիկ սկսել են զզվել, բայց ես նաև հասկանում եմ, որ թե հեռուստատեսությանը, թե ինչ որ YouTube-յան շոու անելու համար գովազդ է պետք, որպեսզի նախ աշխատողները այսքան մարդը գումար ստանան ու այդ ոնց որ շոուն կայանա, բայց ես փորձում եմ դա այնպես անել, որ մարդիկ չզզվեն, այսինքն ընդհանուր ինֆորմացիան ստանան, դա նստի իրանց մեջ ու ոնց որ այդ ամբողջը մի սկեչի մեջ արհեստական չլինի, դրա համար չի փչանում, չէ, այդտենց հարց կար, չէ։ Հա։ Չի փչանում, չէ։ Կարևորը կա։ Ըստ քեզ չի փչանում կարևորը։ Չի փչանում, դրա համար պլյուս հիմա բլոգերներից մեծ մասը փորձում է այդ արհեստական ինտեգրացիաներից հեռու գնալ, այսինքն ավելի անել բնական, ավելի անկեղծ, որովհետև հեռուստատիտողը ու Instagram-ի դիտողը ինքը ոնց որ հիմար չի, ինքը հասկանում է, որ դրա համար դու վճարվել ես, իրան պետք չի խաբել, ես փորձել եմ, գնացել եմ, կերել ենք, մի խաբի, դու տուր ինֆորմացիան, որ Թումանյան փողոցի վրա կա սենց բան։ Վերջ։ Բայց շատ ճիշտ նկատառում արեցիր, որ գրեթե մեծ մասը հոլովակների գովազդ է։ Իսկ ուր մնաց գովազդը դնում ենք մի կողմ եւ ինքդ քեզ համար չկան որևիցե մտքեր, հոլովակներ, որ պարզապես քո համար ես ուզում դա նկարել։ Բայց դա էլ է իմ համար։ Այստեղ գովազդը դուք եք նայեք բացասական եք դիտարկում։ Չէ, գովազդ կարում եմ մեջը չկա։ Ընդհանրապես բացասական չեմ դիտարկում, Ռաֆիկ, ընդհանրապես բացասական չեմ դիտարկում։ Ես նկատի ունեմ, որ այն միտքը, որը գալիս է քեզ, որտեղ չկա գովազդային որևիցե մի բան։ Գալիս է, բայց ափսոս է դες դատար գնա։ Հա։ Մեջը չմտնի յուղ։ Եթե կարա դե սիրո յուղ լինի, յուղի գովազդ լինի շատ։ Չէ, շատ։ սցենար կա, որ առանց գովազդ է։ Կա, ափսոս է պրոստը, դրած է, ինձ Դրա դրած է։ տանսիլված որ Նամակը գալիս է, բայց ես կարող ենք համագործակցել, ասում եմ՝ «Բարցես»։ Ես արդեն սցենարներ ունեմ այստեղ։ Մտքեր առաջարկում եմ։ Այո։ Չէ, հարցի կներեք, որ ընդհանրապես։ Իսկ լինում է, որ գալիս է առաջարկ գովազդային, բայց դուք մերժում եք։ Եթե շատ են դժգոհում իրանց, այսինքն ես ընդհանրապես օգտվող մարդ եմ, այսինքն ես էլ եմ սպառող, լավ, ու համարյա մեծ ամեն ինչից օգտվում եմ, կոպիտ ասած Երևանում կամ ծառայություններից եւ այլն, եթե հստակ իրանից շատ բողոքներ կա, կմերժեմ։ Դե բնականաբար մերժում եմ թունդ ալկոհոլային խմիչքները ու օրենքով արգելված ցանկացած ինչ որ գովազդ։ Մնացածը ինֆորմացիայի տարածումը։ Մնացած ինֆորմացիայի տարածումը։ Քո վիդեոներում դու մարմնավորում ես նաև ընտանիքի մոր, կնոջ կերպար, հա, դժվար չէ արդյոք ու մեկ էլ ամենակարևորը ով է Վարդանը։ Վարդանը պապաս է։ Իմացանք։ Վարդան Մարին է, իրանք ընտանիք են, ընդհանուր 3 ընտանիք։ Իրանք ընտանիք են, այո։ Այո, իրանք ընտանիք են։ Փոքր երեխաներ, իրանք ընտանիք են։ Իրական կնոջ կերպարների մասով կնոջ կերպարներ չեմ էլ խաղում, ես ուղղակի գրածա մաման, բայց ես նույն Ռաֆոն եմ, ցանկացած կերպարներում նույն Ռաֆոն եմ լինում, թե ընկերա, թե մամա, թե պապա։ Բայց խոսքը ամեն ինչը կրկնօրինակում ես մամայի։ Հա, մամայի խոսքն է, զուտ կամ մամա, այդտեղ ես ֆանտազիան թողում եմ դիտողի վրա, որ ինքը իր մամային պատկերացնի այդտեղ, այսինքն ես այդտեղ ոչ կեղծամով եմ, ոչ ինչ-որ զգեստով եմ, ես այդտեղ տալիս եմ մամա ու տեքստ, արդեն ինքը պատկերացնում է իր մամային։ Կոպիտ ասած, որ նայում է։ Երևակայությունը արդեն դիտորդի։ Դիտորդին ու այդպես ավելի լավ է աշխատում, որովհետև եթե նայում եք կոմենտները 200+ կոմենտ, մոտավոր 100 քանիսը գրած է, որ իմ մաման է լրիվ։ Այսինքն 100 քանիսի հետ մեջ է։ Սկզբունքորեն է, որ չես կերպարանափոխվում, օրինակ կնոջ կերպար։ Չէ, ես օքեյ եմ նույնիսկ որ անում են այդպես, չգիտեմ, նույն այ Աշոտ Հովհաննիսյանին օրինակ շատ եմ սիրում, ինքը շատ տաղանդավոր, սենց այդ ոլորտում շատ սիրուն համով անում է։ Չէ, սկզբունքային ինչ որ բան չկա, պարզապես ես ինչ չեմ տեսնում այդպես կեղծանների եւ այլն։ Ես ուզում եմ ինձ ճանաչեն, Ռաֆոին ճանաչեն, ես չեմ ուզում ինձ ինչ որ կերպարով ճանաչեն, էլի։ Քո կերպարը հենց Ռաֆոն։ Հա, ես եմ իմ կերպարը, այդպես օրինակ պապիի շարք ունեմ, որտեղ պապիի ձևեր եմ անում, այդպես օրինակ մեկ-մեկ պապիով են ճանաչում, ես օրինակ այդպես ինձ դուր չի գալիս, ես ուզում եմ ինձ Ռաֆո ճանաչեն, դուրսը տենա Ռաֆո կամ Հայկ, հա, Հայկ Գորան Ֆրամ։ Մամաս Մարինենա, Վարդանը Վարդանա, Հասմիկը, որ մամայի ընկերուհին է մի զանգում է, Հասմիկի ամուսինը, այդպես երեք։ Բայց եղբայրդ չկա ոնց որ։ Չէ, եղբայրս չկա։
Լավ չեք իրար։ Չենք շփվում։ Իսկ բան մեծը դու ես թե Ես եմ, տան մեծը ինքը ես եմ։ փոքրն է, հա, Տարիքով, խելքով, Պատժելա, փոքր եղբորը պատժելա։ փոքրներին միշտ դա անտեսում են։ Լը չի հասել, իր պերսոնաժը շատ Արեփիշոտ կնենք ողջունենք բոլոր այդ մարդկանց։ Հա, մամ ջան, պապ ջան։ Վարդանին, Այդա Հայդիկին։ տատն էլ նայելու, այդա տատ։ Ինքը չկա, կստати, այդա։ Բայց եղբոր անունը կարող են գոնե մի անգամ։ Նարեկ, չէ, շփվում եմ աղբորս հետ, նար։ Հա։ Լավ։ Լավ, հումորն ունի այտենց երևույթ, որ կարող է մի օր սպառի իրեն։ Կա այդ տեսակ հասկացողություն, թե ոչ։ Ժանրը կարա սպառվի, օրինակ, չգիտեմ, ակումբային հումորը, օրինակ։ Այսինքն ինչ-որ ժանր է սպառվում, նոր բան է գալի։ Հիմա օրինակ ռիլերի ֆորմատը ակտուալ է, ընդամենը 4 տարի առաջ է ոնց որ սկսվել այս ամեն ինչը։ Դեռ մի 10 քանի տարի կգնա։ Այտենց ես ուզում։ Հա, տենց եմ ուզում, կգնա, չէ, հաստատ կգնա։ Թե չէ, ինչ-որ որ սպառվի, հաստատ չէ։ Լավ, ես գիտեք մի հատ լավ առաջարկում եմ։ Հա։ Այո, շատ հետաքրքիր առաջարկ, պատրաստ ես։ Ես առաջարկում եմ, որպեսզի Ռաֆիկը հիմա վերցնի իր հեռախոսը։ Ես գիտեմ որտեղ է քո հեռախոսը, բա վերցրու, հանի։ Փակստոցից հանի։ Արի զանգարեն քո ընկերներից որևիցե մեկին, բլոգեր ընկերներից։ Արի Ռուբենին։ Հա, Արի Ռուբենին։ Եվ նրան պատմենք, որ դու օրինակ որոշել ես մտնել քաղաքականություն կամ առաջին ալիքի եթերում քաղաքական որևիցե Լուրեր ես վարելու։ Հա, առաջարկ է, եկել որ համաձայնվեմ։ Այնպես որ Հավատա։ Հա։ Կհավատա։ Հա։ Որտեվ էլի եմ մի քիչ առածային։ Ալո։ Լսի հարմարա մի հատ կարևոր բան ասեմ էլի։ Բայց ցեն չիրեմ էլի մտածում եմ էլի ոնց անեմ, չանեմ։ Լսի հանրայինից առաջարկ եմ ստացել քաղաքական հաղորդում պետքա վարեմ։ Այսքան քաղաքական թեմայով։ Ինչ ես կարծում համաձայնվեմ թե չէ։ Չէ։ Խի։ Բայց ինչի պետք։ Ինչ է ստանալու։ Որ ասես ասեմ հա։ Լսի, թեև ու թիկունք իշխանություն։ Չէ, մնամ մեկա իմը, չէ, իմը։ Մեկա որ ասեմ ծանոթություն դեր բերեիր, կաֆե հա, բայց չէ էլի։ Լսի լավ փող են, բայց տալի գիտես, չէ։ Որ ալիք փողա։ Հանրայինով, բայց էտա։ Նա մեկով։ Հա։ Ես իմ եթե ինչ լավ բարձր փող են տալիս, սենց ասեմ։ Հանգիստ կարամ բլոգերությունը թողնեմ։ Իսկ մոտավոր ներկայացրեն, հա, օքեյ, հա, քաղաքական, բայց ինչ։ Սենց թեթև հումորներ պետք է անեմ, բայց նաև ինչ որ լուրջ բաներ էլ լինելու, էլի։ Դու ոնց ես ուզում, եթե թողնեմ իքնդրեն։ Եսի Իսկ մա դաժե պարաս։ կարամ, չէ։ Հա, 30 է ծաղկել։ 30 լուրջ բան է, էլի։ Всё, օքեյ, դե մի հատ խոսամ, մտածեմ, հասկանամ, ապրես կյանք։ Բայց ասա որ երկար եմ։ Հա, չէ, սեզոն ինչ որ գոնե ունենամ։ Գոնե լավ Որ գոնե ապավ ապրեմ, էլի ուրիշ երկրում Մոնակո։ Օքեյ։ Всё, там կեսից ծախավ ռուբոն, հասկացա։ Սկզբից դեմ է, փողը իշքան բարձրացավ։ Այո։ Բայց ես առաջարկում եմ, որպեսզի մենք տղային վերջում ասեինք, որ գիտես ինչ կա, քեզ լսում են այս պահին։ Դե լավ, Ողջունենք, զանգենք ասենք, իսկապես ողջունենք առավոտ լուսո վիկենդից։ Այսինքն, բայց սենց է քննարկում, եթե ինչ ամեն ինչ։ Սենց զանգում եմ, հա կամ չէ, կեսից ես եմ ամուզում եմ, եթե ուզում եմ զուտ հա լսեմ։ Բայց շատ էր ստացվեց, ասեմ իմանաք։ Փողի անուն լսես։ Լավ, մի քիչ արի լրջացնենք։ Յուրաքանչյուրիս մոտ լինում են մի քիչ դժվար շրջաններ, անհաջողություններ, արդյոք քեզ այդ շրջանում հումորը օգնում է կամ հենց ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, թե ավելի շատ հումորը մոռացվում է, դու այսպես դեպրեսիաների մեջ, պետք է ընկերներ Ռուբենի պես, որոնք որ կողքդ լինեն ու փորձեն քեզ այդ ամենից անել։ Հենց մոտավոր 3 տարի եղել եմ նման շատ վատ շրջանում ու հումորը իրոքից ինձ օգնել է, այսինքն ես մեկա սկսել կոնտենտ եմ գեներացրել անդադար ու մարդկանց մեծ մասը չի էլ նկատել նույնիսկ որ ես խնդրի մեջ եմ, իսկն այսպես խոսացել են, գիտեն, լսել են,
այդպես չեն նկատի, դրա համար հումորը շատ օգն է ու մի քիչ վատ անջու, բայց այդ շրջանում եմ ես իմ բլոգը շատ լավ զարգացրել, հասել 300 քանի հազար։ Բայց հետաքրքիր է թե ինչպես է լինում, երբ որ քեզ մոտ իսկապես ամեն ինչ շատ վատ է լինում ներսումդ, իսկ դու հումորային սցենարներ ես մոտավոր գեներացնում եւ ստեղծում քո մտքում։ Ինքնապաշտպանողական էր ու մեկ էլ այդ պահին ոնց որ այս հումոր ստեղծելը այդ միակ բանն էր, որ ես վստահում էի։ Այս չգիտեմ ոնց հոգեպես ես իր հետ շենց լավ էի, այսինքն ես վատ էի, գիտեմ, բայց ես ցերեկը ուզում եմ մի երկու հատ վիդեո նկարեմ, ես թեթևանամ, հանգստանամ, post-եմ, like comment տեսնեմ, մոռանում էի ամեն ինչ, բոլոր խնդիրները։ Այդպես ստացվեց։ Պաստորեն հումորը կփրկի աշխարհը։ Այո, իհարկե։ Մարդուն փրկում ամենայն։ Մի րոպե, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Փրկել եք արդեն հերիքա, հումորը։ Իսկ ըստ քեզ մենք հումորով ազգենք։ Հա, բա ինչ։ Իսկ ընկալում ենք Ազգը բացի հումորը։ Գյումրուց էլի մարդիկ կան սպասի։ Դու մենակ Գյումրիով չափանիշ մի վերցրու։ Գյումրիից բացի sense ամբողջ Հայաստանը պատկերացնի։ Առասարակ հայ ազգը հումորը։ Հա, ես քանի որ օրինակ շատ երկար ապրել եմ Երևանում, պլյուս համագործակցում եմ մարզերի համարյա բոլոր մարզերում եղել եմ, գովազդներով գնացել եմ, մարդիկ շատ հումորով են։ Գյուղերում, բանում շատ։ Իսկ ընկալում են հումորը, արագ։ Իհարկե, շատ արագ։ Կենցաղային այդ շատ լավ պարզ հումորը, որտեղ, չգիտեմ, sense իրանց կտեսնեն, իրենց հարազատին կտեսնեն ու կհասկանան, որ իրանք մենակ չեն այդ իրավիճակներում, հասկանում են ու լավ էլ ծիծաղում են։ Բայց դու խոսում ես միայն կենցաղային հումորի մասին, որը հեշտ է ընկալվում։ Հա, հեշտ անցալում, որտեղ մարդը իրան մեջը Իհարկե տեսնում է։ Իսկ մյուս հումորների մասին ինչ կասես, հեշտ են կարողանում ենք ընկալել։ Եթե սև հումորը ասենք, չէ, մի քիչ բարդ են ընկալում, դե տակ ինչ մնաց, այն մնացածն էլ օրինակ սեռական բնույթի կամ եւ այլն, դրանք չէ։ Բայց սև հումորը մի քիչ ոչինչ, քիչ կանենք, թող քիչ սովորեն։ Ասես քեզ մարդկանց հեշտ է ավելի շատ ծիծաղեցնել, թե հուզվեն, արտասվեն։ Ծիծաղեցնել ավելի հեշտ է։ Մենք սենց ազգ ենք, մենք դժվար ենք լաց լինում։ Պետք է այդ ինչ լինի։ Չենք լաց։ Հա, Թե մի հատ հումորը ինքնապաշտպանողական այնքան հումորներ կանեն։ Իսկ կոնտենտը ավելի շատ ընկալվում է հումորային կոնտենտը, թե լացակումած։ Հումորայինը, չէ, հումորայինն է ընկալվում միայն։ Իզուր չի, որ շատ հայտնի նորմալ սիտկոմներ ունենք, այսինքն դրամատիկ սերիալները այդքան շատ հայտնի չեն, սիտկոմները ավելի շատ հայտնի են։ Ով ասեց։ Թաքուն գիտես ոնց են նայում։ Ինչը։ Թաքուն գիտես ոնց են նայում։ Բայց Թաքուն, ես ասի որ թազա սերիալ է, Ուզում եմ չգիտեմ։ հասկանամ, չէ՞ գլխով ինձ ցույց տալիս։ Կանայք։ Չէ, սամաչում։ Հերախոսով մենք մեզ քննարկում են, իրանք սկսում են սերիալ նայել։ Չէ, հիմա սիտկոմների շրջանն է։ ընդեղից։ Մեկա սիտկոմների շրջանն է ու հումոր։ Իսկ համաշխարհային ինչ-որ մի հումորիստ կամ կատակերգու կա, որը քո համար այսպես էտալոն է։ Ոայ, չէ։ Չարլի Չապլին օրինակ։ Յանից Ենգիբարյան օրինակ։ Չէ, չեմ ուզում այտենց կեղծ ինտելիգենտ թվամ։ Այո, Լեոնիդ Եգիբարյան եւ Չարլի Չապլին, չէ։ Իմ համար ծիծաղալու չէ այդ ամեն ինչը, այսինքն կլոունադան, չգիտեմ, եւ այլն այդ շարժումները, բուֆալո հումոր են ասում, ինչ են ասում, այդ խփվել, էսյանեյան, այդպիսի հումորը ինձ այդպես հերույա, ավելի շատ ստենդափներ եմ նայում, այդպես ամերիկյան ու ռուսական, բայց որ ինչ որ մեկը էտալոնա, այդքան էլ չէ։ Ամերիկյան մեծ հայտնի կա է դերասան, հումորիստ, Ace Ventura-ի դերասանը։ Ջիմ Քերի։ Ջիմ Քերին ինքն էր, չէ՞, ամենահայտնի հումորիստներից մեկն է, բայց ինձ այդ հումորը դուր չի գալիս, այդ անդադվազել, ծամածրվել, ընկնել եւ այլն եւ այլն։ Ես ավելի շատ խոսքային հումոր եմ սիրում։ Այդ Ահա, ամեն դեպքում Չարլի Չապլին դասական է, գուցե մի քիչ հումորային չէ, դասական է, ինչա ես չեմ սիրում։ Էսի ռիլեր իմ համար։ Հա, պաստորեն ստեղել է փող աշխատում, հասկացա, ինքը հիմա էլ է փող Չէ, աշխատում։ ուղղակի չգիտես ինչ է ընդունված, այդ ինչ որ բանը դասական է, հին է եւ այլն պետքա պարտավոր ենք սիրենք, Չէ, Ռաֆջան, չէ, իհարկե չէ։ Հիմա այդ Պարտավոր չի։ գիտես մենք Հեսա կոմենտներին կասեք այդ։ Հեսա կոմենտները կնայեք, կտենակ պարտավոր ենք թե չէ։ Մենք ռիլին սպասում ենք, ասեմ իմանաս Ռաֆիկ, որովհետև մենք ունենք Instagram-յան էջ Առավոտ լուսո կամ Առավոտ լուսո 1TV անպայման կնշես, մենք կսպասենք, բայց հիմա վերջին հարցն եմ տալիս։ Ով է ավելի լավ հաղորդավար, Ռուբենը Մուրադյան, թե Լուսինեն Թովմասյան։ լավ մտածես։ Ուշադիր։ Նայիր։ Մի վարքե։ Ռաֆիկ ստեղ ենք, մենք ուր ես նայում։ Հայ։ Երկուստ Չէ, նայ, ընտրում ենք մեկին։ Չէ, մեկնաբանում եմ, մի հատ ու ասեմ։ Հա։ Երկուստ էլ սենց շատ
լավ մարդկանց հետ եք աշխատում, դուք կանանց հետ եք աշխատում, իրաց գեղեցկացնում եք, հուզիչ այդ կետերը կարողանում եք գտնել ձեր հաղորդման շրջանակներում։ Ինչ որ պարզվեց սխալ հաղորդում եմ հիշել։ Դուք էլ սպասինիզն եք, չէ՞ բարում։ Նաև Հենց այնտեղ էլ էլի շատ հուզիչ թեմաներ է։ Գուստեր ինքան լավ բան եք անում, մարդկությանը այնքան օգուտ եք տալիս։ Չգիտեմ։ Լավ, անցնենք առաջ, Սիմե Թովմասյան ընտրեց նա։ Գեղեցկու եք, դուք լավ։ լավ մտածի, դրա մեջ ասում եմ լավ մտածի։ Լուսինե Թովմասյան։ Եթե չլիներ հումորը, շարունակում ես նախադասությունը եւ ավարտվում է մեր հարցազրույցը։ Բայց միայն հարցազրույցը։ Հենց։ Եթե չլիներ հումորը, ես կզբաղվեի SMM-ով։ Այդքան կասեմ։ Այդքանը սիրելի հեռուստադիտողներ, եթե չլիներ հումորը, նա կզբաղվեր SMM-ով, բայց մենք դեռ ունենք խաղ, եթերը չի ավարտվում, մենք ձեզ բաց չենք թողնում, առաջարկում ենք խաղ խաղալ։ Բայց միայնակ չես խաղալու։ Մեզ հետ է խաղալու։ Ոչ։ Չէ՞։ Դու խաղալու ես Անի Արզումանյանի հետ։ Բա։ Եկել ա։ Այս գիտեի մեր հետ։ Շատ շուտով Անի Արզումյանը կլինի մեր տաղավարում եւ երկուսով միասին սուրպրայզ անում։ կմրցե։ Անակնկալը ստացվեց։ Շատ, որովհետեւ եթե ինչ մոտ 2 տարի չենք տեսել իրար։ Ես Իսկ Անին, բայց ընկերություն եք անում իրար հետ։ Չեք վիճել իրար հետ, չեք տրվել իրար հետ։ Սենց հարմար չի եղել ընդհանրապես, սենց ուղիղ ասեմ։ Թեմա չէ, ափսոս։ Հա։ Վիճած լինեիք, Հիմա մի քիչ ամաչելով իրար հետ խաղանք, ոչ ինչ։ Առավոտ լսո վիկենդի եթերում։ Վիճած լինեինք։ Հիմա կբարիշեիք եթերում։ Վիճած չենք, բայց հետևորդները գիտեն վիճած ենք, օքեյ։ Հա։ Դու Հա։